Ողջույն հայր, երևի սա իմ ամենա տխուր խոսքը կլինի, դուք ուզեցիք, որ այսպես լինի, դուք ինքներդ ձեզ հետ վարվեցիք անհոգությամբ, ուզում եմ ուղղակի ասել, որ այդ որ ինչ-որ պատրաստություններ եք տեսնում, տներ եք կառուցում իմ նման, այլ ծրագրեր եք մշակում ձեր տան Հայաստանի հետ կապված, նկատի ունեցեք, որ ժամանակավոր բաներ են, դուք չուզեցիք ձեր երկրի տերը լինել, ես այս 20 տարի ասում եմ, քաղաքացին պետք է երկրի տերը դառնա, դուք ամեն ապուշություն, էշություն լսեցիք, ամեն լակոտի, ամեն մի սատկացի հետևից գնացիք, բայց չուզեցիք ձեզ համար աշխատել։ Ժամանակին Գագիկ Հարությունյանը 1998 թվականի ընտրությունների հետ կապված միջազգային կոնֆերանսի ժամանակ դիմելով տարբեր երկրներից եկած սահմանադրական դատարանների նախագահներին ասեց, այսօր մեզ հետ ներկա է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, որ նաև ժամանակին նախագահի թեկնածու էր։ Մեր ժողովուրդը իրեն ճիշտ չհասկացավ, բոլոր ինչ-որ բան են խոստանում, ինքն ասում էր ընդամենը մի բան, ես ձեզ հնարավորություն կտամ, որ դուք անեք այն, ինչ ճիշտ եք համարում, դուք լինեք անողը։ Ու մեր մարդիկ ընտրեցին ոչ թե իրեն, այլ ընտրեցին նրանց, ովքեր անհիմն խոստումներ էին տալիս։ Շատ տխուր բան եմ ասում, ժամանակ կորցնել ամենավտանգավոր բանն է, մենք կորցրինք, գիտեք, ես չեմ վերցնում դեր նախկին տասնամյակները։ Դուք ունենալով առաջնորդ, որի հետևից գնացել էիք, դուք ընկած տարբեր լակոտների, քաղաքական իդիոտների հետևից։ Մեկը ձեզ փող տվեց, առավ ինչպես պոռնիկին են գնում, մյուսը խոստում տվեց, երրորդը աշխորհ խոստացավ, ինչ-որ բաներ ստացավ կար ժամանակով, ինչ է դրանից մնացել, իսկ վաղ ավելի ահավորն է սպասում։ Արցախի միջոցով փորձարկվեց հայերին կարելի է վերացնել, թե ոչ։ Լավագույն դեպքում տներից շպրտել դուրս։ Եթե դուք չուզեցիք ձեր տան տերը լինել, հետո պիտի ուզի, որ դուք ձեր տան տերը լինեք, սկսած անհատից վերջացրած հավաքականությամբ։ Այս օրերին շատ են ինձ դիմում, թե ղեկը վերցրեք ձեր ձեռքը, մենք հասկանում ենք, որ միայն դուք կարող եք փրկել։ Ուշացել եք։ Այնքան եք ուշացել, որ ինքներդ եք հասկանում, որ ոչինչ անել չեք կարող։ Այս գժի փոխարեն, այս խայտարակ դավաճանի մատնեշի փոխարեն ով էլ գա իշխանության։ Բանը այնտեղ է հասել դուք, բանը այնտեղ եք հասել, որ միայն հրաշքը կարող է փրկել։ Հրաշքի պես մի բան էր բացարձակ ժողովրդավարությունը։ Ու տվողն էլ ձեր անկախության, ձեր պայքարի առաջնորդն էր։ Առաջին անգամ հանրաքվե բառնումից եք լսել, անկախություն բառնումից եք լսել։ Անկախության ու ժողովրդավարության առաջամարտիկին, ձեր առաջնորդին դուք անտերության մատնեցիք, որից ես չփորձեցիք։ Այ օրինակ հիմա գույքահարկի հարց կա, չէ՞։ Փաստաբանած դիմել է, որ եթե որոշ մարդկանց պիտի գույքահարկ զիջի, թող զիջի Հայրիկյանին։ Զիջի կամ չզիջի, մեկ է, ես չեմ վճարել, մեկ է կորցնելու ենք ամեն բան։ Արցախցիները ասենք թե գույքահարկը վճարեին հետո, վճարեին որ ինչ։ Ես անցյալ տարի պարտք եմ վերցրել Հայկական բանկից, որ գույքահարկ փակեմ։ Այս տարին չի պիտի անեմ, մեկ է կորցնելու ենք, հայրենիք ենք կորցնելու։ Ցավում եմ ձեզ համար, շատ, բայց ինչ կարողացել եմ արել եմ։ Իսկ եթե մեկ իրեն ուզում է իդիոտիկ կարգավիճակում տեսնել, նրան ոչ ոք օգնել չի կարող։